ամեն տարի փետրվարի 16-ին հուշահամալիր են գալիս Արտուր Մկրտչյանի հարազատները, կուսակից ընկերները, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ եւ ծաղիկներ խոնարհում նրա գերեզմանակարին։ Հարգանքի տուրք մատուցելու արարողությունն արդեն ավանդույթ է դարձել ու ձեռք բերածը վերաարժևորելու պատեհ առիթ։ Ունենք Արտուր Մկրտչյանի երազած երկիրը, ունենք պետականություն, ազատագրված երկիր եւ քայլում ենք այն պաշտպանելու ու զարգացնելու ճանապարհով։ Գործը հանուն իր կյանքը նաև զոհաբերել է Արտուր Մկրտչյանը եւ որին նա նվիրվել է իր զինակիցներով, այսօր ապրում է եւ կարելի ասել, որ այն որոշակիորեն արդեն լուրջ կերպարանք է ստացել իդեմս անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Երկար ճանապարհ ունենք անցնելու մեր երազած երկիր ունենալու տեսանկյունից, տնտեսական զարգացման տեսանկյունից, քաղաքական համակարգը կատարելագործելու, ես գտնում եմ, որ այդ ճանապարհի վրա ենք, որովհետև դա ինչպես ասում եմ միանգամից չի լինում, եւ մենք կիրագործենք, մեր ժողովուրդը կիրագործի այն ամենը, ինչ պատկերացնում էր, ասենք, Արտուր Մկրտչյանը, այսինքն ունենալ պայծառ մի երկիր, տարածաշրջանում ամուր մի երկիր, որ դառնա համայն հայության հպարտությունը։ Արտուր Մկրտչյանը քաղաքական ասպարեզ իջավ ճակատագրի բերումով, բայց իր բնատուր խելքի, օրինակելի հատկանիշների շնորհիվ շարժման նպատակներին ու գաղափարներին հավատարիմ բարձր գիտակցումով դարձավ հասարակության կողմից ընդունելի ու սիրված անձնավորություն։ Նրա բարոյական ու արդարամիտ կեցվածքը պայքարի երանգ տվեց Արցախյան շարժմանը։ Նա միայն գաղափարի մարտիկ չէր, նա քաղաքական դաշտ բերեց նոր մշակույթ, ասում է Վահրամ Բալայանը։ Ազնվություն, մարդասիրություն, միջև վերջ նվիրվածություն, այսինքն այն ամենն է, որ մեզ համար ուղենիշ պետք է լինի եւ պետք է առաջնորդվենք նմանատիպ գաղափարներով։ Այսօր մեր հասարակությունը հենց նման կերպարների անհրաժեշտություն ունի եւ կա լիարյուն շնչող հասարակության պակաս, ասում է Վահրամ Բալայանը։ Հասարակություն, որտեղ մարդը պետք է մտածի իր հարևանի մասին, հասարակություն, որտեղ մարդը պետք է մտածի իր հարազատի մասին, իր համակարգացու մասին, իր համերկրացու մասին։ Այսինքն ամեն մեկս մենք պետք է, ինչպես ասում եմ, մեկ տնից մեր դարպասներից դուրս գանք եւ հասարակության հետ միասին։ Այսինքն ես այդպես եմ պատկերացնում եւ Արտուր Մկրտչյանն էր այդպես պատկերացնում։ Արտուր Մկրտչյանի հիշատակ հարգելով մենք նաեւ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր համաժողովրդական շարժման ալիքով հայտնվեցին քաղաքականության մեջ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ շարժման բոլոր նվիրյալների հաղթանակն է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի երևի խորապատկերի վրա այդ բոլոր ջանքերը, գործերը, բոլոր այդ նվիրյալների նաև կատարած աշխատանքը վստահ եմ, որ նորովի բացահայտվելու եւ նոր ձևով այն հանրությանը ներկայացնելու կարիք կա, ինչը համոզված եմ, որ անպայման արվելու է։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր